ինձ հետաքրքիր է ֆեդերացիայի դիրքորոշում, ազատ դիրքորոշումը կապված ֆեդերացիայի նախագահի դատարան դիմելու հետ, օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու Գագիկ Ծառուկյանի դուք ինչպես եք վերաբերվում դրան, արդյոք այդ հարցը ֆեդերացիայում քննարկվել է թե ոչ։ Հարգելի լրագրող, նախ մեր մամուլի վերնագիրը եւ նպատակը Եվրոպայի առաջնության ամփոփումն է։ Ինձ թվում է իր դիրքորոշումը կներեք վերջացնեմ։ Մենք մեր դիրքորոշումը կհայտնենք դատական պրոցեսները վերջանալուց հետո, երբ լինի դատական որոշում։ Շնորհակալություն։ Դե ընդանուր չի կարող չքննարկվել նման բնույթի հարցերը, միանշանակ քննարկվել է եւ քննարկման արդյունքի հիման վրա է որոշվել այդ գործընթացին դիմելը, իսկ ինչ կապված է այդ պրոցեսների հետ կապված պատասխան կամ դիրքորոշում, խնդրում եմ հետագայում մենք կապնվեք ֆեդերացիայի հետ, մենք պատասխանենք այդ հարցին։ Մեկ հարց է, կներեք, ֆեդերացիայում դժգոհությունը միայն Գագիկ Ծառուկյանի տարիքի հետ, տարիքային շեմը չհամապատասխանելու հետ է։ Չեմ մեկնաբանում ձեր տված հարցին, որովհետև նոր շեշտեցին, մեր մամուլի ասուլիսը կապված է Եվրոպայի առաջնության ամփոփման հետ, այս լավ ֆոնին չեմ ուզում փոխենք մեր տրամադրությունները եւ մթնոլորտը։ Շնորհակալություն։ Սիմոնի մրցելիքը, այս եվրոպայությունում եւ այնտեղ նշեցիք, որ քաշեր կարգի փոփոխություն է սպասվում եւ առհասարակ ով որ քաշեր կարգի փոփոխության է ենթարկվելու եւ ինչ ակնկալիք կա այս պարագայում աշխարհի առաջնության հետ կապված։ Նախ ուզում եմ շեշտեմ, որ Մարտիրոսյան Սիմոնը լեգենդար մարզիկ է եւ բոլորս էլ գիտենք իր ամագը եւ իր ձեռքբերումները հայկական ծանրամարտում։ Նախ նմանատիպ մարզիկները շատ պետք են մեր մարզաձևին եւ հավաքականին, իսկ ինչ կապված էր քաշային կարգը նվազելու եւ փոփոխվելու հետ, մենք մարզչական շտաբում կքննարկենք, ես առաջիկա օրերին մեծ հավանականությամբ որոշում կկայացնենք Սիմոն Մարտիրոսյանը տեղափոխվի կերծանր քաշային կարգ եւ պայքարի իր արդյունքները բարելավելու, ինչու՞ չէ նաեւ աշխարհի առաջնությանը եւ Եվրոպայի առաջնություններին մենք առաջիկայում շատ առաջնություններ ունենք, ֆրանկոֆոնիան խաղեր ունենք, եվրոպական խաղեր կան առաջիկայում, ինչու՞ չէ աշխարհի առաջնությունից էս առաջիկայում նա կմասնակցի կերծանր քաշային կարգում եւ իր պայքարը կշարունակի այդ քաշային կարգում, որովհետեւ մեր համար առաջնային դրված է մարզիկի առողջությունը, քան մեդալները։ Իսկ կար այս առաջնությանը վնասվածքի խնդիր կար, թե ուղղակի քաշային կարգի փոփոխությունը հյուրտվեց վարհանդես կա։ Չեմ կարծում, որ վնասվածքի խնդիր կար, թիմը պատրաստվել է շատ լավ, եթե վնասվածք ունեցող մարզիկներ լինեին, չեն ընդգրկվի հավաքական, վերջնական հայտերով, բոլորն էլ իդեալական մարզավիճակում են գտնվել Եվրոպայի առաջնությանը, ես անձամբ եմ հետևել հավաքականի գլխավոր մարզիչների հետ, հավաքականի մարզիչների հետ, մարզումներին եւ չեմ կարծում, որ վնասվածքի պատճառով էր վատ մասնակցությունը, ուղղակի քաշային կարգի նվազման հետ եւ տարիքը տեղիք տվեց արդեն ինձ թվում է առաջիկայում Սիմոնը ավելի հզոր, ավելի ուժեղ եւ իր մագարտակի մրցելույթներ ցույց կտա մեր երկրպագուներին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։